Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումն է եւ այս անգամ մեր տաղավարում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանը։ Բարև ձեզ, Տիկին Ղազարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ղազարյան, երեք տեսանք մայրաթոռում իրար հակադիր երկու ակցիաներ էին գնում, մեկը մի կողմը պաշտպանում էր այն 10 եպիսկոպոսներին, որոնք պահանջում էին կաթողիկոսի հրաժարականը կամ նրան կոչում էին գնալ հանգստի, իսկ մյուս կողմը արդեն կաթողիկոսի կողմնակիցներն էին, հոգևորականներ, մարդիկ եւ նրանց սատարող որոշ քաղաքական ուժեր։ Սա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած կամ ազդարարած շաբաթներ առաջ այն ակցիան, որը պետք է լիներ մայրաթոռում։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ երեք տեղ ունեցած ակցիան ուրեմն այն բոլոր անձերի մասնակցությունը, որոնք սատարում էին 10 arczepiskopos-ն եւ եպիսկոպոսների կոչը Կտրիչ Սիսյանին լքել եւ դադարել պատանդի կարգավիճակում պահել վեհարանը, ինքնաբուխ էր, այնտեղ մասնակցություն չկար որևէ քաղաքական նպատակահարմարությունից եւ առհասարակ որևէ կոչ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չի հնչել, հատկապես վարչապետից տեղյակ եք, որ վարչությունը գրեթե ամեն օր 5-ից 6 ժամ տևողությամբ նիստեր է անում վարչության նախագահ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եւ մենք այսպես պատրաստվում ենք գալիք ընտրությունների, մինչդեռ ակնհայտորեն Կտրիչ Սիսյանը մարդ, ով մայրաթոռը ցավոք սրտի դարձրել է Հայաստան դաշինքի շտաբ, ուրեմն հրավիրել էր մասնակցելու քաղաքական դեմքերի, ովքեր աչք են ընկել հակաքրիստոնեությամբ, եկեղեցու դեմ արշավանքներով եւ առհասարակ քրիստոնեություն ծաղրող անձանց եւ իրենք էին ակտիվ այսպես քարոզում, մասնակցում այդ ցույցերին, ինչը ինձ համար ցավալի է եւ ես վստահ եմ, որ հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները պարզապես չեն ընդունելու եւ չեն հանդուրժելու այլևս մայրաթոռը Հայաստանի Սուրբ Կենտրոնը պատանդի կարգավիճակող պահող Կտրիչ Սիսյանի ներկայությունը այնտեղ։ Դուք ասում եք ինքնաբուխ է, բայց առավոտյան բրիֆինգի ժամանակ կառավարությունում վարչապետը ասաց, որ սատարում են այդ 10 եպիսկոպոսների գործունեությունը, ու լրագրողները երեք այդ մարդկանց շրջանակում հարցում էին անում եւ այն կարծիքին էին, որ այնտեղ են եկել դպրոցի ուսուցիչներ, ինչ որ կազմակերպված ամեն դեպքում որոշակի կազմակերպված բնույթ ունեցել է։ Շատ լավ, նախ եւ առաջ ասեմ, որ նորություն չէ, որ վարչապետը աջակցում է arczepiskopos-ներին եւ եպիսկոպոսներին, որովհետեւ իրենք անկախ իրենց վերաբերյալ այլ իրավապահ համակարգի կողմից նախաձեռնված գործերի իրենք ստանձնել են մի կարևոր առաքելություն, այն է հայ առաքելական եկեղեցուն վերադարձնել այն, ինչը պետք է լինի այնտեղ, այսինքն իրական քրիստոնեական արժեքները եւ ես նույնպես աջակցում եմ բնականաբար ոչ միայն arczepiskopos-ներին եւ եպիսկոպոսներին, այլ այն բոլոր քաչքահանաներին, ովքեր վերջապես խոսում են խնդիրների մասին, այն ինչի մասին հարկավոր էր խոսել շատ ավելի վաղ։ Այո, մենք սատարում ենք վարչապետի իրենց հանդիպել, այստեղ որևէ գաղտնիք չկա մեր քաղաքացիների համար, ինչքան էլ գաղտնիք չէ մեր քաղաքացիների համար, Կտրիչ Սիսյանի եւ իր մտերիմների կողմից այն մեղքերի վերաբերալ, որոնց մասին խոսում էին միշտ։ Երեք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը ասաց, որ այսօր մենք կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերծած գրոհը։ Նրանք ընդդիմությունը գրոհ համարեց այնուամենայնիվ այդ ակցիան։ Ես իհարկե չգիտեմ, ես հասկանում եմ, որ Հայաստան դաշինքին եւ իդեմս Լևոն Քոչարյանի արդեն բարդ է նախընտրական շրջանում իսպառ քաղաքական օրակարգեր գեներացնելու կարողությամբ որևէ ուրեմն խնդիր լուծել Հայաստանի Հանրապետությունում եւ դրա համար ենք խնդիր են լուծում, խնդիր են ձևավորում իրենց մտքում, հետո գնում քաջաբար հաղթում են այդ խնդիրները։ Լևոն Քոչարյանին ալբան չի մնում, այո, ստերի եւ մանիպուլյացիաների հիմքով գոնե ինչ որ մի քանի ձայն հավաքել, որպես ընդդիմադիր խմբակցություն խորհրդարանում կրկին հայտնվելու համար։ Ընտրություններին դեռ կանդրադառնանք եւս մի հարց այս թեմայով, հոգեվոր թեմայով, այնուամենայնիվ չեք կարծում, որ տեսեք քաղաքական իշխանությունը, երկրի քաղաքական իշխանությունը եւ հոգեվոր իշխանությունը դրանք այն բարձրագույն երկրի այն բարձրագույն իշխանություններն են, որոնք ինչ որտեղ նաեւ ոչ միայն հոգեվոր կամ երկրի գործերը կառավարել, այլ ինչ որտեղ նաեւ ունեն շատ այնպիսի առաքելություն, ներողամիտ լինելու առաքելություն ունեն նաեւ քաղաքական իշխանությունը, դա միայն հոգեվոր իշխանություն
իշխանության մենաշնորհիչի զիջելու, ըմբռնումով մոտենալու, բայց այս դեպքում երկուստեք կարծեք թե չեն փորձում որևէ քայլ հետ կանգնել։ Չէ կարծում, որ սա արդեն վտանգավոր շեմը կարող է հատել եւ ոչ միայն հոգեվոր աշխարհի որոշակի խաթարման բերել, այլև լուրջ ընդհարման բերել մեր երկրին։ Ձեր հարցի երկու մասի բաժանում թույլ տվեք եւ այդպես արձագանքեմ նախ եւ առաջ ներողամտության մասով։ Ես կարծում եմ մեր թիմին ամենաշատը հենց մեղադրել ներողամիտ լինելու համար, որովհետեւ երբ որ մենք ինչ որ պաշտոններում առաջարկում էինք նախկինների, հա, կամ նախկինների հետ խիստ փոխկապակցված անձանց, օրինակ մեր արդարադատության նախարար նախկին Գրիգորի Մինասյանի շուրջ կար դիմադրություն, երբ որ մենք իրեն առաջարկել էինք այդ պաշտոնը, բայց մենք ասում ենք, որ մենք քաղաքացիներին նախ չենք դատում իրենց ծնողներով, իրենց բարեկամներով մեկ, եւ երկրորդը օրինակ շատերին երկրորդ շանս է տրվել, նույն Վալերի Օսիպյանն է, եւ հիմա մեր քաղաքացիները ասում են, տեսեք, ասում ենք Վանեցյանին նույն, այսինքն այս երկրորդ շանս տալու առաքելությունը մենք վերցրել ենք մեզ վրա հեղափոխությունից հետո եւ շատ-շատերին պաշտոն է առաջարկվել, իրենք փորձել են ծառայել կամ չեն փորձել ծառայել պետությանն ու ժողովրդին, դա այլ հարց է։ Երկրորդ մասով ես կարծում եմ Կարմիր բոլոր գծերը հատել է Կտրիչ Ներսիսյանը, Սամվել Խաչատրյանն ու Ինքաշակ Սրբազանը, բանտում այժմ գտնվող եւ ուրեմն Միքայել Հաճապահյանի մասով կա արդեն դատավճիռ սահմանադրական կարգի տապալման մասով, ուրեմն Վազգեն Գալստանյանի մասով ես կարծում եմ նրանք հատել են բոլոր քրիստոնեական շերմերը նախաձեռնելով մեկ հեղաշրջում, այսինքն չհարգելով պետության կարգն ու կանոնը, երկրորդը այն ահաբեկչությունը ենթադրալ, որի շուրջ հիմա իրավական գործընթաց կա եւ որով երբ որ այս տեսաձայնագրությունները կարդում եք գյուլելու մասին, անկախ ում էին գյուլում, հա, հիմա իրենց ինչ-որ պատճառաբանությունն են ներմուծել իբր իրենց համակիրներն կամ չգիտեմ, էական չէ, դա բավական հակաքրիստոնեական է, հակապետական է եւ ես կարծում եմ մեր քաղաքացիները զրո տոլերանտություն ունեն բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սահմանադրության եւ սահմանադրական կարգի նկատմամբ որևէ ոտնձգություն փորձելու են անել, մեր պահանջը մնում է նույնը, չի կարող մայրաթոռը գլխավորել մեկը, ով ենթարկվում է այլ պետությունների օրակարգերին առնվազն։ Ինչու այլ պետությունը չի բարձրաձայնում վարչապետը թե ումազնի օրինակացած պետական հարաբերությունները նրբություններ կան չի կարող բացահայտել, բայց արդեն ակնհայտ է, որ մեղադրվում են նրանք ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու լեյտենանտ, այլ ազգի լեյտենանտ, այլ երկրի ծառայությունների լեյտենանտ, երեք արդեն կարծիք հայտնեց, որ այդ լեյտենանտը միգուցե արդեն կապիտան է դարձել ու մեր հոգևորականները կամ կաթողիկոսը զեկուցում են եւ այլն, ինչի չի կոնկրետացնում, ժողովուրդը ավելի կոնկրետ իմանա։ Բայց դու կարծում ես, որ ժողովուրդը ավելի կոնկրետ չգիտի։ Ես կարծում եմ ժողովուրդը շատ կոնկրետ գիտի։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ հստակ նկատում են, թե ում թեզերն են նույնական Մարգարիտ Սիմոնյանի, Սալավյովի թեզերին, այսինքն եւ գուցե կանալ պետություններ, օրինակ Varieties of Democracy-ն զեկույց էր ուրեմն տպագրել, որտեղ որ խոսում է նաեւ այլ պետությունների օրակարգը սպասարկող ուժերի մասին։ Բայց այստեղ խնդիրն է, որ մենք երբեմն մտածում ենք, որ քաղաքացիները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Ես այդպես չեմ մտածում։ Ես ինչպես խաղաղության օրակարգի պարագայում վստահ եմ, որ քաղաքացիներից եկած պահանջ է սա ձևավորված, այնպես էլ օտարերկրյա ազդեցության գործակալների նկատմամբ պայքարը ամբողջությամբ ընկալելի է եւ դրա վառ ապացույցն է այն, որ երեկվա ցույցին Շատ լավ։ Ես կարծում եմ, որ լուստրացիա անում են բոլոր այն մարդիկ, ում առաջ դնում ես 2 րոպե խոսափող եւ իրենք ինքնան բացահայտվում են։ Ես կարծում եմ, որ այս գործընթացը շատ པարզ տեղի է ունենում, հարկավոր է պարզապես նկատել, թե ում թեզերով են նրանք առաջնորդվում։ Եվ ի վերջո ինձ համար ամենամեծ խնդիրներից մեկը, որ ես նկատել եմ դեռ մի քանի տարի առաջ, այդ Կտրիչ Ներսիսյանի անհանդուրժողականությունն է սահմանադրության նկատմամբ եւ որ ընտրություններից հետո նա հայտարարեց, որ վարչապետի ուրեմն հեռացման հարցը իր համար անժամկետ է։ Այսինքն մարդ չի ճանաչում, որ ընտրություններ են տեղ ունեցել բաց եւ թափանցիկ, այսինքն անժամկետ հայտարարում է պետության նկատմամբ կռիվ։ Սա ինձ համար անընդունել է եւ առնվազն ես այդտեղ լուրջ խնդիր եմ տեսնում, որովհետեւ նկատում եմ, թե ինչ շահեր է սպասարկում նա։ Եվս մի մտահոգիչ հարց է թեմայով, տեսեք, իրեք արդեն ձեր կուսակցական կայքը, եթե չեմ սխալվում, Civic-ներ հրապարակում արել, որ մտավախություն կամ տեղեկություններ ունի, որ կաթողիկոսը կարող է գնալ Ռուսաստան եւ չվերադառնալ, եւ որ նրա եղբայրը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրած arczepiskopos արդեն ռուսական թեմերի առաջնորդների նախապատրաստում է եւ որ կաթողիկոսի համար արդեն որոշակի հնարավորություններ են նախապատրաստվում եւ այդպիսով
գնալով, այսինքն միայն նրա գնալը չի խնդիրը։ Խնդիրը այն է, որ մենք Ռուսաստանում ունենք բազմամիլիոնանոց համայնք, եւ եթե գնան այնտեղ նոր կաթողիկոսարան հիմնի, արդեն երրորդը կդառնա հայկական հոգեվոր աշխարհում, եւ որ դա արդեն ազգին հոգեվոր աշխարհը մեր պարակտվելու ավելի ցավոտ քայլ կլինի, քան ասենք օրինակ Անտիլիասի դեպքում, երբ որ խոսակցություններ են գնում միավորելու մասին, այս դեպքում կա Ռուսաստանը, որը երբեմն ստիպին ցանկանում է Հայաստանին ազդեցության գոտում պահել, եւ որ այնտեղի հայ համայնքին արդեն հոգեվոր աշխարհի միջոցով կաթողիկոսի այնտեղ գտնվող դա բավականին մտահոգիչ եւ ազգային անվտանգությանը, մեր պետականության անվտանգությանը սպառնացող խնդիր կարող է լինել։ Դուք ինչ եք նախ Սիվիկի մասով մենք իհարկե չենք թաքցնում, որ դա կուսակցության ուրեմն մամուլն է եւ այսինքն ֆինանսավորումը բան ամեն շատ բաց է։ Ինչ վերաբերում է հրապարակմանը, ես տեղեկատվություն չունեմ այս պահին, թե որտեղից է տեղեկատվությունը, կարող եմ իհարկե ճշտել, իսկ ինչ վերաբերում է ապազգային քայլերի մասին, ապա ինձ համար դա զարմանալի չէ, բացարձակ։ Այսինքն ինձ զարմանալին այլ հարց է, զարմանալի չէ եւ ես կարծում եմ, որ չնպաստել դրան կամ կանխել դա այլ հարց է։ Երեք arczepiskoposները եւ episkoposները հենց փորձում էին կանխել, ենթադրում եմ դա, որովհետեւ իրենց կոչը հեռանալու եւ եկեղեցու ներսում նորոգման մասին խոսակցությունը ինձ համար խիստ ողջունելի է, պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնել իրենց կողքին։ Լավ, Տիկին Ղազարյան, այլ հարցերի նույնպես անդրադառնանք, հայտնի է, որ դուք արդեն սկսել եք ձեր նախընտրական ցուցակը, կուսակցական ցուցակը կազմել, եւ այնտեղից արդեն տեղեկություններ կան, որ այս մեկը ընդգրկվել է, այն մեկը չի ընդգրկվել, դուք ձեր հարցով ինչ ունեք, դուք ընդգրկվել եք։ Վարչությունը ինձ ամենաառաջինն է հրավիրել քննարկման, այսինքն առաջին օրը առաջին հյուրն եմ եղել եւ ստացել եմ հաստատում նամակի տեսքով, որ ընդգրկվելու եմ։ Ասում եմ բավականին բարդ քննությունն է կամ հարցազրույց է, ամեն դեպքում նախորդ ընտրություններից մեկի ժամանակ մեկը բացահայտել էր, թե ինչ հարցեր են տալիս, տխուր ինչ որ իրավիճակ ստեղծեց, ինչ հարցեր են քննարկվում, ինչու՞մ պետք է կուսակցությունը համոզվի, որ դուք կանեք կամ չեք անի, որպեսզի հաստատի ձեր թեկնածությունը։ Ես իհարկե չեմ կարող բացահայտել վարչության անդամները կամ վարչության նախագահն ստանալիստյան կասի, թե ինչի մասին է խոսակցությունը, կարծում եմ, որ վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ընդհանուր այսպիսի բարեվարկության վերաբերյալ հարցեր են տրվում։ Ես կարծում եմ, որ իմ կուսակցական գործընկերները առաջին օրը չէ, որ ճանաչում են ինձ, իմ արժեքները, ես չեմ կարող ասել, որ դժվար խոսակցություն այնտեղ տեղի ունեցել։ Ինձ համար հերթական շանսներ իմ կուսակից ընկերների հետ շփվելու, խոսելու, ես ոչ միայն սատարում եմ, այլ քայլերի հետ խոշոր քայլերի միտված, ինչպես քվեարկել։ Գիտեք, ես ենթադրում եմ հայ-ադրբեջանական, ես ենթադրում եմ, որ տարբեր պատգամավորներ կամ տարբեր տեխնացիոների տարբեր հարցեր է տրվում։ Իմ մասով ես վստահ եմ, որ թիմում կա այն պատկերացումը, որ ես ոչ միայն սատարում եմ, ես ինքս առաջ եմ մղում նաև ներկուսակցական քննարկումներում Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի որոշ դրույթներ, ես խիստ աջակից եմ այս օրակարգին, թե երևի այն ժամանակ, երբ որ այդ աջակցությունը այդքան էլ մեծ չէր։ Իսկ Հայկ Սարգսյանին, որը ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի կողքն է եղել, ինչու մերժեցին ձեր կուսակցիչները, կարելի ասել, որ գրեթե կուսակցությունով մերժեցիք, նա պատճառաբանում է Ալեն Սիմոնյանին քննադատելու եւ նրան բուկմեկերական ընկերություններից շահ ունենալու մեջ։ Դա էր խնդիրը, որ նրան չներվեց, ինչու։ Ես ճիշտ ասած չգիտեմ, նախ ես չգիտեմ մերժել են պարոն Սարգսյանին թե չէ, ենթադրում եմ, որ մերժել են, որովհետեւ մենք ստանում ենք միայն մեր տեղեկատվություն եւ ամսի 27-ին մեր քաղաքական ժողովին մենք արդեն կիմանանք ովքեր են լինելու ցուցակում, այսինքն այս մասով ես չգիտեմ մերժման պարագայում ստանում են պատճառաբանություն թե չէ, բայց մենք մեր խմբակցության կուսակցության ներսում այնքան թեժ քննարկումներ ունեն, մենք շատ տարբեր թեմաներով, ես չեմ կարծում, որ այսպես ինչ որ օրենքի, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ տարակ տեսակ կարծիքների պարագայում կարող է մերժման հիմք հանդիսանալ։ Ինքներս երևի կտեղականանք այս մասին, ես պարոն Սարգսյանի կամ պարոն Սիմոնյանի հետ խոսելու առիթ չեմ ունեցել այս մասով, մամուլում եմ մի քանի անուն տեսել, բայց ամսի 27-ին արդեն հստակ վարչությունը եւ ցանկը հրապարակի, նաեւ կարող ենք որպես կուսակցության անդամներ ուզել արձանագրություն վարչությունից իրենք տրամադրեն եւ կիմանանք պատճառների վերաբերյալ։ Իսկ ասում եք թեժ քննարկումներ ենք ունենում տարբեր հարցերի շուրջ, մամուլում կամ փորձագիտական քաղաքական այլ շրջանակներից երբեմն կարծիքներ է հնչում, որ դուրս են մնում կամ մերժվում են ԿՊ-ից նրանք, ովքեր
որ որոշակի ինքնուրույնություն կամ ինքնուրույն կարծիք են արտահայտում, իսկ նրանք, ովքեր որ լուր կիսում են Նիկոլ Փաշինյանի կարծիքը կամ լուր վերված օրինագծերին դրական կոճակ են սեղմում, նրանք ընդունելի են համարվում։ Չէ, ես այդպես չեմ կարծում։ Չէ, եւ օրինակ Արսեն Թորոսյանի օրինակը բերեմ, հա, եթե նկատեք ինքը հանրային էլ երբեմն ինչ-որ դիրքորոշումներ է հայտնել, որ գուցե անմիջապես չեն համապատասխան մեր ընդհանուր ֆրակցիայի դիրքորոշմանը, բայց մարդն արդեն նախարար է, չէ՞, սա երևի ցույց է դնում այն, որ գնահատվում են ոչ թե այսպես հլու հնազանդ լինելու հմտությունները, այսպես ասած, այ հենց այն ինչքան ես դու պատրաստ հանուն ժողովրդավարության կայացման, խաղաղության առաջ մղել թեզեր, որոնք գուցե սկզբից ոչ պոպուլար են, բայց քո ընկերության, քո թիմակիցների շրջանակներում գտնել գաղափարի դեսպաններ եւ այդպես տարածել դրանք։ Տիկին Ղազարյան արդեն տեսանելի է, որ նախընտրական պայքարը բավականին թեժ է լինելու, թեժ սկսվել է եւ ավելի թեժը ըստ երևույթին կհասնենք մինչեւ ընտրություններ եւ ես չասեմ, ինչպես է գնահատում ձեր շանսը, որովհետեւ իշխանության ներկայացուցիչ լինելով, անգամ եթե ընդդիմություն, նրանք ասեն մենք հաղթելու ենք, բայց ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշը որոշակի եւ տեսանելի անկում է ունեցել։ Դուք ունեք ձեր մտքում կամ քննարկում եք պլան B տարբերակը, եթե չախտեք ինչ է կա։ Ես բացառում եմ խորհրդարանում մեծամասնություն չունենալու սցենարը եւ դա չեմ ասում, որովհետեւ իշխող մեծամասնության ներկայացուցիչ չեմ կամ պարզապես հա նախընտրական գործընթացներում այսպես հաղթելու ենք սլոգանով եմ առաջնորդվում, այլ որովհետեւ շատ մի պարզ պատճառով քաղաքացիական պայմանագիր միակ կուսակցությունն է, ով հստակ առաջարկ ունի մեր քաղաքացիներին։ Որ կուսակցությունն ունի առաջարկ։ Ոչ մեկ ոչ մի բան չի առաջարկում։ Մենք առաջարկում ենք խաղաղություն։ Ոչ մեկ։ Ինչ առաջարկ, արժանապատիվ խաղաղություն, հա, որի բացվածքը պատերազմն է կամ հենց պատերազմ, այսինքն ինչ որ բաներ են առաջարկում, ինչը ակնհայտորեն տանելու է դեպի լարվածություն։ Մենք առաջարկում ենք համակեցություն հարևանների հետ, խաղաղություն, եւ սա ամենամրցակցային առաջարկն է, որ կարող է դաշտն առաջարկել մեր քաղաքացիներին։ Ու մենք պարզապես չենք ասում, մենք 5 տարվա ընթացքում կարողացել ենք ապացուցել, որ կայուն հանդարտ քայլերով գնում ենք դեպի խաղաղության հաստատում։ Դուք այդպես եք ասում, ձեզ հակադարձում են, որ մենք ամեն ինչ զիջեցինք, շատ բաներ զիջեցինք, բայց այդ խաղաղության հիմնական փաստաթուղթը չի կրկնվում։ Մենք բացարձակ ոչ մի բան չենք զիջել։ Մենք չենք զիջել որևէ բան մեր սուվերեն տարածքից, մեր սուվերենությունից։ Մենք չենք զիջել Ալմատի հռչակագիրը, որ բանակցային գործընթացում շատ հաճախ կհիշեք ադրբեջանցիները հրաժարվում էին։ Մենք չենք զիջել մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետևից գնում ենք եւ գնացել ենք աշխատակարգի հաստատման, որը հաստատվել է Հայաստանում եւ Ադրբեջանում Ալմատի հռչակագրի հիմքով։ Մեզ ասում էին խաղաղության պայմանագրում չի լինելու Ալմատին, որովհետեւ աշխատակարգում հղում կա, եթե ավելի բարձր կարգավիճակ ունեցող փաստաթղթում այն չի լինելու։ Այն կա խաղաղության պայմանագրում։ Հայաստանի Հանրապետությունը իր կարմիր գծերից մի քայլ հետ չի գնացել եւ այո, մենք նախ ստորագրել ենք խաղաղության պայմանագիրը, մենք ուրեմն հռչակագիրն ենք ստորագրել Եռակողմ Միացյալ Նահանգների երաշխավորմամբ, վկայությամբ։ Եթե ավելի ճշգրիտ լինեմ, եւ ես որևէ ռիսկ չեմ տեսնում այս պահին էսկալացիայի, որովհետեւ տեղի ունեցել թերևս ամենակարևորը, այն է ապաշրջափակումը, որը ամենամեծ երաշխիքն է, որ տարածաշրջանում մեծ տնտեսական հոսքերի արկայությունը պարզապես զրոյացնելու է էսկալացիայի ռիսկը։ Որպես այդպեսին դեռ չունենք ապաշրջափակում։ Ընդամենը 1-2 առանձին դեպքեր, որոնք դեռ ապաշրջափակում համարել է շատ մեծ ասված, համաձայն եմ, բայց մյուս կողմով չի կարելի գնահատել այն, որ տեղի ունեցել մի բան, ինչի շուրջ թերևս վերջին 30 տարին մեզ թվում էր անհնար եւ նկատենք, խնդրում եմ, որ մինչեւ ղազախական ծորենը հասնում էր տարածաշրջանի այլ մեծ պետություններ, նաև Ռուսաստանը, որի մասին այսպես գույժեր էին մեր ընդդիմադիրները տարածում, թե Ռուսաստանը չի հանդուրժի այս ապաշրջափակումը, առաջինը հասցրեց իր ծորենը Հայաստանի Հանրապետություն։ Իդեպ մեր ընդդիմության մեջ պնդում են տեսակետը, որ դա Պուտին, Ալիև բանակցություններից հետո է տեղի ունեցել, եւ ոչ թե օգոստոսի 8-ի հետո։ Տպավորություն, որ մեր ընդդիմադիրները այսպես հենց Պուտին, Ալիև հանդիպմանը ներկա են եղել, այսպես իրենք տեսել են, լսել են, չգիտեք Ժորժ ջան, այսպես մանիպուլացնել հարկավոր չէ, մենք պետք է
նկատենք, որ տարածաշրջանային տարբեր պետություններ, Ղազախստանի ներկայացուցիչն պակաս կարևոր չէ, Իրանի ազդակները այս մասով եւ Թուրքիայի նախագահից եկող անցյալ շաբաթ ազդակները առայն որ տարվա սկզբին կարելի ակնկալել ավելի մեծ ուրեմն դրական ազդակների թերագնահատել պետք չէ թերագնահատել, որ 30 տարի կոնֆլիկտային պատմություն ունեցող երկու պետություններ իրար հետ սկսել են ուրեմն առևտուր անել, դուք գիտեք, որ երեկ Հայաստան ուրեմն մուտք գործեց նավթամթերքի Ադրբեջանից նավթամթերք եւ այդ ծորենի փաստը, այսինքն մենք Ադրբեջանի կողմից տեսնում ենք հետաքրքրվածություն տարածաշրջանը կոնֆլիկտային տրամաբանությունից փոխել դեպի խաղաղության մթնոլորտ։ Այնուամենայնիվ պարտվելու դեպքում ձեր մոտ կարող առաջանում այսպիսի միտք, որ նախկին իշխանությունները եկան, ըստ երևույթին ամենամեծ շանսերը նրանք ունեն, կամ ընդդիմադիրներ ամեն դեպքում եկան իշխանության, նրանք ասում են, որ դուք կհայտնվեք բանտերում, ինչպես հիմա մեզ եք հաշ տալիս բանտերով։ Ինչ եք մտածում, երբեմն երբ որ մենակ եք լինում կամ ձեզանով եք լինում այդ մասին։ Եվ որ ես մենակ եմ մնում, ես վստահ եմ, որ եթե իմ մասին է խոսքը, որ այսինքն որևէ պատճառ չի կարող լինել, որ ես կհայտնվեմ բանտում, որովհետև ես մեր սահմանադրության, մեր օրենքների դեմ, ես առաջարկում եմ ընդհանրապես չդիտարկել նախկիների վերադարձի հնարավոր սցենար։ Դա քաղաքացիներն թույլ չեն տալու։ Ես բացառում եմ։ Ես դες անկեղծ ասեմ, ինչքան էլ սա անհամեստ թվա, ես խիստ կասկածում եմ, որ բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից որևէ այլ կուսակցություն հաղթահարելու է շեմը։ Իրենք հայտնվել են խորհրդարանում բացառապես ընտրական օրենսգրքի պահանջով։ Նրանք զրո աջակցություն են վայելում։ Տեսեք, այսքան փող են, հա, ասենք ծախսում, ասում են։ Դուք այդպես ասում եք նաև նախորդ ընտրություններին, բայց տեսեք, ինչ մեծ խմբակցություն ունի Ռոբերտ Քոչարյանը։ Ես ուզում հիշեցնել, որ նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ վարչապետը հրաժարական տվեց եւ խորհրդարանը գնում էր լուծարման, մենք ճունենք խաղաղության այս միջավայր, մայիսի 22-ին տեղի ունեցել թերևս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ հսկայական ներխուժումը, դրան հետևել են շատ տարբեր էլի ռազմական գործողություններ եւ մենք գտնվում էինք թերևս ամենածանր վիճակում, բայց կրկին քաղաքացիները մեզ օժտել են քվեով, որպեսզի չզրկվեն իրենց ընտրելու իրավունքից։ Հիմա, երբ որ մենք քաղաքացիներին ապացուցեցինք տարվա ընթացքում, որ խաղաղություն հաստատել ենք եւ որ մեր խոստացած ռեֆորմների հետևից գնում ենք, շանսը զրոյական է։ Լավ, փաստորեն դուք անմրցակցել եք, հա, այդպես եք համարում ձեզ։ Անմրցակցել է մեր օրակարգը։ Որևէ քաղաքական ուժ, եթե հիմա մամուլին հետևենք, բացենք մի երկու հոդված, իրենք ամբողջ օրը ուրեմն լծված են ստերի տարածմամբ։ Իրենք վախի կապիտալիզացման հիմքով քաղաքական ուժեր են։ Ինչ օրակարգ են իրենք առաջարկում։ Ինչ օրակարգ։ Գալու են չեղարկեն Վաշինգտոնյան համաձայնագրերը, Ձեզ թվում է ինչ որ քաղաքացի ուզելու է քվետալ մեկին, ով գալու է եւ վայս լինի խաղաղությանը, կամ ասենք ստերի մակարդակ, ասում էին Վաշինգտոնում են երրորդ փաստաթղթում միջանցք է խոստացել։ Հրապարակեցին, գաղտնազերծեցին, ուր է։ Այսինքն մարդ պետք է քվետա մեկին, ով օր ու գիշեր իրեն խաբում է։ Իրենք հիմարի տեղ են դրել մեր քաղաքացիներին, իսկ քաղաքացիները դա չեն ներում։ Լավ, Տիկին Հեղազարյան, Եվրամիությունը 15 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար, դա ովքեր են այդ գումարով հիբրիդային հարձակումներին հակադարձելու կամ թույլ չտալու, ումից պետք է պաշտպանեն, արդյոք հիմնականում իշխանություններին են պաշտպանելու, որտեղ ընդդիմությունը նաև նման կարծիքներ է հայտնում, եւ ինչ մի մեծ սպառնալիք կար, կամ իսկապես կա նման սպառնալիք, ինչը նկատի ունենալով, որ երկրի նկատի ունենալով, ամեն դեպքում Հայաստանը դիմել այդ գումարը ստանալու համար, Հայաստանի Հանրապետություն դիմել է, որ նման անհրաժեշտություն կան քաղաքացիական տարբեր կառույցներ, որոնք կարող են դիմել դրամաշնորհի համար եւ այդ fact checking-ով զբաղվել եւ այլն, Եվրամիությունն ունի շատ հստակ գործիքակազմ, ունի փորձառություն, իսկ այն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր դեմ են արտահայտվում Եվրամիության այս աջակցությանը, պարզապես վախում են, որ նախընտրական շրջանում շատ արագ ինքնաբացահայտվելու են։ Այս օրինակ շատ հստակ բերեցի, ես կարող եմ անուն առանուն ասել բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր Վաշինգտոնում ձեռք բերված TRIP նախագիծը անվանում են միջանցք։ Եվ այդ մարդկանց շատ հեշտ բացահայտեցինք այդ փաստաթղթի հրապարակմամբ, հա, գաղտնազերծմամբ։ Նա նաև մեր հարևան եւ մեր բարեկամ Իրանից է հնչում, չէ՞։ Մեր հարևան Իրանից, խնդրում եմ այս պահին ուշադրություն, որ Իրանից եկող բացասական առաջին այդ հրապարակումը եղել է նախքան Վաշինգտոն մեկնելը, այսինքն իրենք հիմնվել են այն խոսակցությունների վրա, որոնք արկա են եղել։
եւ դրանից հետո նախագահի այցից հետո իրենք չեն դիմադրել, իսկ ինչ վերաբերում է այդ խոսակցություններին, ապա Իրանի հետ մենք շատ հստակ աշխատում ենք, ասելով, որ մենք ինքներս թույլ չենք տալու որևէ խնդիր առաջանա հայ-իրանական սահմանին, որովհետև այս սահմանը մեզ համար շատ կարևոր է եւ մենք պատրաստ ենք աշխատել Իրանի հետ այնքան, որպեսզի այս նախագիծը ուրեմն ընդունելի լինի, բայց ես կարծում եմ, որ հայ-ամերիկյան կոնսորցիումի ստեղծումը որևէ այն բոլոր մտավախությունները, որ հնարավոր է իրանական կողմը ունենա, չի կա։ Չի լինելու։ Տեսեք, ռուսական կողմը ցանկություն ունի, արդեն մի քանի անգամ հայտարարել է եւ այս շաբաթ նորից նման հայտարարություն եղավ, ԱԳՆ-ից հայտարարեցին, որ ցանկություն ունեն կամ իրավունք ունեն կամ պետք է անհրաժեշտ է իրանք նույնպես ներգրաված լինեն TRIP-ի այդ աշխատանքներին, ընդհանրապես TRIP-ում ինչպես է ընդունում դա եւ արդյոք կարող է սա ինչ որ կերպ ասոցացվել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի այդ վերադարձին 9-րդ կետի վերադարձին։ Նախ TRIP-ը հայ-ամերիկյան համաձայնագիր է կոնսորցիումի ստեղծման մասին, որը եւ ապաշրջափակման մասին, որը պետք է տեղի ունենա մեր իրավազորության ներքո, այստեղ ինձ թվում է որևէ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա, հայ-ամերիկյան է։ Իսկ ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի կետին, նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, ապա մենք կարող ենք վերադառնալ այդ հարցի քննարկմանը, երբ որ հայ բնակչությունը ռուս խաղաղապահների ներկայությամբ Լաչինի ապաշրջափակման դեպքում վերադառնա։ Իսկ այն պահին, երբ որ խախտված են բոլոր կետերը, կարծում նոյեմբերի 9-ի 9-րդ կետի մասին խոսելն ավելորդ է։ Չէ, այդպիսով կա, նկատում եք ցանկություն ինչ որ կերպ վերակենդանացնելու, արդեն TRIP-ի միջոցով, TRIP-ին մասնակից լինելու միջոցով։ Չէ, որևէ խնդիր այդտեղ չենք տեսնում, չէ։ Լավ, անցնենք ավելի թեթև հարցերի, Տիկին Ղազարյան, դուք զգում եք որոշակի խտրականություն ձեր կուսակցության ներսում որպես կին քաղաքական գործիչ։ Օրինակ, բանի ժամանակ, երբ որ դուք գնացել եք հարցաքննվելու, այսպես ասած, կուսակցական ցուցակ ընդգրկվելու դեպքում կա նման խտրականություն։ Ես նման խտրականություն չեմ նկատել, բայց եթե ես որևէ խտրական խոսույթ նկատում եմ իմ որևէ գործընկերոջ մոտ, այո, ոչ իմ նկատմամբ, այո ընդհանուր ձևակերպումների մակարդակով, եթե ես գենդերազգայունության խնդիր տեսնում եմ, ես միշտ այդ մասին խոսում եմ առանձին, կապ չունի ով է այդ պաշտոնյան եւ այսպիսով կան լեզվամտածողության մեջ դաջված որևէ մի քանի ձևակերպումներ, հա, օրինակ կանայք մեր թիկունքն են, որ ինձ համար շատ վիրավորական է, որովհետեւ երբ որ պետք է, ես ոչ թե թիկունք եմ, այլ առաջամարտիկ։ Այսպիսի ձևակերպումներ, եթե ես նկատում եմ, ես միշտ բաց եմ խոսելու, քննարկելու, որպեսզի մենք մեր լեզվամտածողության մակարդակում հաղթահարենք այդ խտրականությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես է ընդունում ձեզ կանանց կին գործիչներին, կին падգամավորներին, նախարարներին։ Ես կարծում եմ, որ շատ ակնհայտ է, որ վարչապետը սատարում է կին քաղաքական գործիչների եւ թերևս իր վերջին նշանակումները դրա բառապացույցն է ներքին գործերի նախարարություն, դատախազություն, ինչը մեզ երկուսն առանձնացնում հատկապես, որովհետեւ սրանք այսպես ավանդաբար տղամարդկանց ոլորտ են համարվել, հա, ընկալելի է եթե կրթության գիտության նախարարն է կին, ընկալելի է եթե առողջապահություն, այսպես սոցիալական ոլորտը, բայց այս երկու պաշտոններում թերևս կանանց ներկայացվածությունը կոտրում է բոլոր այն կարծրատիպերը, որոնք քաղաքականության մեջ եղել են։ Ինչ փոխվեց ձեր կյանքում, իհարկե հավանաբար շատ բան փոխվեց, զգացողություններով կիսվեք մի փոքր, որ դարձաք իշխանության մաս կազմեցիք, իշխանություն եղաք եւ քաղաքական գործիչ եղաք։ Երջանիկ նաև լրացնեմ հարցը այդպիսով ձեզ զգում, հատկապես որ ձեր նախընտրական ծրագրում կամ ձեր ծրագրերում ունեցել եք երջանիկ քաղաքացի ունենալու նման խոստում։ Երջանիկ քաղաքացի, հոգատար հանրություն, այո, սրանք են լոզունգներն են, որոնք երջանիկ անհատ, որ մեզ համար կարևոր են։ Ես պետք է ասեմ, որ падգամավոր դառնալուց հետո թերևս հեշտ չի եղել, որովհետև մեզ բաժին է հասել շատ ծանր ժամանակաշրջան, COVID, պատերազմ, հետ պատերազմյան շրջան եւ սա եղել է ծանր որոշումների շրջան, հատկապես խաղաղության մասին խոսակցությունները, որոնք այդքան դիմադրություն ունեին, հա, առաջին հայացքից եւ կարող էին ունենալ։ Խաղաղությունը մեր հասարակությունում շատ դեմոնիզացված է եղել։ Գրեթե պարտվողականության պես մի բան է եղել, որի մասին պոպուլար չի եղել խոսելը։ Այս առումով թիրախավորումներ կան, ես այսպես չեմ կարող ասեմ, հա, ոնց որ մարդկանց մոտ իշխանություն լինելը ցենց ինչ որ շատ ցոփ շվայտ կյանքի հետ ասոցացում, բայց ես կարող եմ ասել, որ դա շատ երկար պայքարի շրջան է եղել։
Ես երջանիկ ինձ այնքանով եմ զգում, որ հավատում եմ այն օրակարգերին, որի շուրջ համախմբվել եմ իմ կուսակցությունը։ Ես երջանիկ եմ զգում, որ կարողանում եմ առաջ մղել մի օրակարգ, որը այս պահին ամենամեծ աջակցություն վայելող օրակարգն է։ Չեք փոշմանել, որ քաղաքականությամբ եք զբաղվում, բացարձակ։ Այդ տեսեք ունեք երկու շատ փոքր մանկահասակ երեխաներ, տեղեկացանք, որ նրանցից մեկը հիվանդ, այս պահին հիվանդանոցում է գտնվում եւ դուք չեք կարողանում ձեր գործունեության բերումով դժվար է լինում։ Առողջություն նրան, իհարկե թեթև խնդիր է, այնուամենայնիվ նման պարագաներում ցանկություն չի առաջանում թողնել ամեն ինչ եւ գնալ նստել երեխաների կողքին։ Ես ճիշտն ասած, այս օրինակը բերեմ, ես շնորհակալություն իհարկե նման դեպքում մեր խնդրանքը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ես փոքր դստերս ունեցել եմ օգոստոսի 18-ին եւ 20 օր անց մասնակցել եմ կուսակցության վարչության քարոզարշավին։ Եվ ես սա չեմ ասում որպես ինքնագովազդ, ինչ որ ես ուզում եմ, որ իմ աղջիկները իրենց առաջ ունենան մի օրինակ, որ ընտանիքը եւ աշխատանքը համատեղելի են։ Ես մի րոպե չեմ կտրում իմ աղջիկներից, բայց ես ուզում եմ իրենք տեսնեն, որ հարկավոր է լինել ուժեղ, պլանավորել եւ ամեն ինչ մեր համար է, կանանց համար է։ Ես չեմ ուզում իմ աղջիկներն իրենց առաջ թույլ կնոջ կերպար ունենան։ Այդպիսով սիրտին դուք համաձայն եք այն տեսակետի հետ, որը շրջում են տղամարդկանց դեմ կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ, կոտրելով այն կարծրատիպը, որ տղամարդիկ են ուժեղ կանանցից, հա։ Ես կարծում եմ, որ սեռով պայմանավորված չէ մարդու ուժեղ կամ թույլ լինելը, դա մարդու դաստիարակության միջավայրի հարց է, բայց երբ ես ասացի երջանիկ անհատ եւ հոգատար հանրություն, այստեղ չեմ կարող չնկատել, որ մեր հասարակությունում մի շատ ուժեղ ինստիտուտ կա, դա ընտանիքի ինստիտուտն է եւ կանայք թերևս կարողանում են համատեղել աշխատանք եւ ընտանիք հոգատար ծնողների, տատիկ-պապիկների մասնակցությամբ եւ իմ պարագայում դա հնարավոր է, որովհետեւ ես գիտեմ, որ տատիկ-պապիկների, բալիկներից տատիկ-պապիկները, այսինքն իմ ծնողները, ամուսնուս ծնողները մեր կողքին են եւ ես որպես պատգամավոր եւ իշխող կուսակցության ներկայացուցիչ անընդհատ խոսում եմ ենթակառուցվածքների մասին։ Մանկապարտեզ, մսուր մանկապարտեզ, որովհետեւ եթե մենք պահանջում ենք կնոջից աշխատել, տնտեսապես ակտիվ լինել, մենք ուզում ենք մեր բնակչությունը մեծացնել, ակնհայտ է, որ կնոջից շատ պահանջներ կան։ Եվ սա հնարավոր է, եթե պետությունը աջակից է։ Այսինքն կինը ծննդաբերելուց հետո գիտի, որ կա մսուր մանկապարտեզ, կա դայակի ծառայություն։ Որոնք ոչ բոլորին են, անգամ մանկապարտեզը ոչ բոլորին է հասանելի։ Այս պահին Երևանում 12000 երեխա սպասում է իրենց հերթին։ Դրա համար շատերը ստիպված են դիմել մասնավոր մանկապարտեզների, որոնք իհարկե թանկ են։ Դրա հնարավորությունը շատերը չունեն, այսինքն մենք եթե ուզում ենք կնոջից ակնկալել ակտիվ քաղաքական մասնակցություն, ասում ենք, չէ՞, քաջալերում ենք, ասում ենք, կանայք պետք է ակտիվ լինեն, տնտեսապես էլ պետք է ակտիվ լինեն, ասում ենք, շատ երեխաներ ունեցեք, այս ամեն ինչը հնարավոր է, թե պետությունը ունի պարտադիր ենթակառուցվածքներ, եւ ես այս մասին շատ հաճախ խոսել եմ թե վարչապետի հետ, թե Տիկին Անդրեասյանի հետ, թե սոցիալ նախարարության հետ, ենթակառուցվածքների Տիկին նախարարության հետ, որովհետեւ այս բոլորի համալիր աշխատանքի արդյունքում է, որ մենք կարողանանք ունենալ կին, որ իրեն կարող է թույլ տալ շռայլություն, աշխատել եւ երեխաներ ունենալ։ Տեսեք, ենթակառուցվածքների մասին խոսելը ձեր նախաձեռնությունն էր, ես հիշեցնեմ դպրոցներին, մեր պետական դպրոցները, մասնավոր դպրոցները միգուցե ունեն որոշակի ավելի խիստ կամ բարձր մակարդակ, ավելի հետևողական, բայց պետական դպրոցները, որտեղ գնում են մեր երեխաների ճնշող, հաճախում են մեր երեխաների ճնշող մեծամասնությունը, ես կարող եմ ասել, որ ունեն կրթական բավականին ցածր մակարդակ, ինչ որտեղ նաև անտեսված միգուցե մակարդակ, այն խոսքերը, որ մենք լսում ենք վարչապետից, նախարարից կամ պատգամավորներից, մեզ թվում է, որ բավականին բարելաված վիճակ ունենք, բայց երբ որ մեր երեխաները արդեն հաճախում են դպրոցներ, կրթական հաստատություններ, մենք տեսնում ենք, որ գրեթե բարձի թողի վիճակ է այն առումով, որ մակարդակը շատ ցածր է, ամեն դեպքում մակարդակը շատ ցածր է, տնօրենի հայեցողությամբ, համակարգված կարծեք թե համակարգում գոյություն
պետությունի տնօրենի կամ ուսուցչի անգամ ուսուցչի հայեցողության վեթողնված դասը դասի մակարդակը որևէ ձգվածություն, որ պետք է սա մեր ազգային անվտանգության խնդիր է մեր կրթությունը, որ պետք է ավելի բարձր լինի, մենք մեր վրա աշխատենք մեր երեխաների հետ, ես չեմ նկատել։ Ես շատ տխուր եմ, որ ես չգիտեմ, այո, ինձ երբեմն ես ցանկանում եմ Կոչել բոլորին ասել, սա ինչ վիճակ է, մենք անգրագետ սերունդ ենք մեծացնում։ Ես իհարկե շատ տխուր եմ, որ 30-ից ավել տարի պետություն եւ պետականություն ունենալուց հետո մենք ստիպված ենք դեռ կառուցել 300 դպրոց եւ դրանից անտին, գիտեք, որ հայտարարվել է այդ մասին, մենք դեռևս խոսում ենք ենթակառուցվածքների մասին, կրթության ցավալի որակի մասին։ Ես կարծում եմ, այնքան շենքը չի այնքան բարձ է, բայց գիտեք, որ կրթության համար հարկավոր են 5 չափորոշիչներ եւ դպրոց տանող ճանապարհն էլ, շենքն էլ, այդ չափորոշիչներից երկուսն են, որոնք պարտադիր պայման են կրթության համար։ Մենք թերևս թերագնահատում ենք, բայց դրանք կրթության ոլորտում են հիմնական չափորոշիչներն են։ Ես պետք է ցավով ասեմ, որ տարիների ընթացքում նկատել եմ, որ մեր դպրոցի տնօրենները, իհարկե ոչ բոլորը կամ բացառությամբ եւ ուսուցիչներն զբաղված են եղել բացառապես ծնողներին բավարարելու, այսպես գնահատականով խաբելու եւ մյուսները քաղաքականությամբ զբաղվելու։ 8 տարի արդեն Մենք իշխանություն գալուց հետո նախ եւ առաջ առարկական չափորոշիչներն ենք հիմնել եւ սկսել ենք աշխատել դասագրքերի վերանայման ուղղությամբ։ Դուք գիտեք, որ այս պահին 9000-ից ավել ուսուցիչ անցել է կամավոր աթեստավորումը եւ անթակույց պետք է ասեմ, որ այս տարի ես դպրոց պետք է ընտրեմ դստերս համար եւ առաջին հարցը, որ ես տալիս եմ, արդյոք ուսուցիչը անցել է աթեստավորում, որովհետեւ մի անձնական բան։ Այո, համայնքային, այո։ Եվ ուրեմն եւ գտել եմ իդեպ հենց ուսուցիչ, որ շատ բարձր գնահատականներ է ստացել, որովհետև կարծում որ հատկապես առաջին դասարանների համար շատ կարևոր է ուսուցչի հմտությունները։ Բայց ես օրինակ մի անձնական օրինակ կարող եմ բերել, որ մայրս մանկապարտեզում էր ռուսերենի ուսուցչուհի, հիմա երբ որ տարիներ առաջ երբ որ նա միջև հեղափոխություն աշխատանք էր փնտրում, կային հստակ գնացուցակներ, թե այս կամ այն դպրոցում աշխատելու համար որքան է պետք վճարել։ Այս աթեստավորումը այնքանով է կարևոր, որ մենք չենք կարող այսպես ձևացնել, որ դա մեզ հետ որպես հանրություն տեղի չի ունեցել։ Մենք նախ պետք է մի մաքրման փուլն անցնենք։ Ես իմ հարազատ դպրոց շատ հաճախ եմ վերադառնում, Չեխովի դպրոցն է, եւ շատ ուրախությամբ պետք է նկատեմ, թե իմ որոշ ուսուցիչներ ինչպիսի բարձր գնահատական են ստանում, դիմում են աթեստավորման, եւ այս գործընթացը շարունակական պետք է լինի, որովհետեւ եւ գնահատման համակարգի մասով էլ, որ մենք պետք է գնանք ոչ թե այսպես գնահատման թիվ ծնողին ցույց տալու։ Տիկին Անդրեասյանը մի ոդքասթում շատ լավ էր ասում, որ մեր բոլորի ուշադրությունը սկզբից դպրոց հաճախող երեխայի ծնողներ, չգիտեմ, ուրեմն գնահատականը եւ այլն, եւ վերջում նոր աշակերտը։ Մենք պետք է այս ամեն ինչի վերափոխմամբ անցնենք եւ դա շատ ժամանակատար է։ Բայց սկսած առարկական չափորոշիչներ, որ ֆունդամենտն է, որ դրել ենք, մենք ինչ ակնկալիք ունենք մեր դպրոցականից դպրոցն ավարտելու պահին եւ ինչպիսի դասագրքերով ենք այն մատուցելու, եւ հիմա էլ կնկատեք, որ իհարկե պետությունը չի խառնվում դասագրքերի բովանդակությանը, բայց այս փորձագիտական համայնքը ինչքան հաճախ է, մեկ էլ ասում ենք այս գրքի քննարկում այն բովանդակության։ Այս տիպի խոսակցություն մեր հանրությունում չի եղել։ Եվ ես սա եմ խնդիր համարում, որ մեր հանրությունը հիմա այսպես բոլորով մտել ենք դպրոց, դասագիր եւ փորձում ենք հասկանալ ինչ է տեղի ունենում մեր երեխայի հետ։ Կարծում եմ ծնողներն էլ ավելի այստեղ խստապահանջ են դարել, այ մի փոքր փոխել են իրենց վերաբերմունքը կրթության նկատմամբ, գուցե սա պայմանավորված է տեղեկատվության, այս բաց հասանելիությամբ եւ թերևս դերակատարությունն է նաև մասնավոր դպրոցները, որովհետև այսպես համեմատելու բան կա, հիմա օրինակ ես ստիպված մասնավոր մանկապարտեզ եմ տարել դստերս, որովհետև աշխատանքի շատ շուտ եմ վերադարձել եւ ինձ պետք էր որպեսզի դուստերս մանկապարտեզ գնա եւ այդ մասնավոր մանկապարտեզից շատ գոհ եմ։ Եվ հիմա ինձ մոտ այս մտավախությունն է, այս կամուրջը, հա, մասնավոր մանկապարտեզից համայնքային դպրոց ինչպես է տեղի ունենալու, բայց պետք է ասեմ պատվով, որ կան համայնքային դպրոցներ, ամեն դեպքում նրանք, որոնցով ես հետաքրքրվել եմ, որ այս փխրուն շրջանը լավ ապահովում են։ Տեսեք, Հայաստանը ընդունեց Եվրամիության անդամակցելու մասին օրինագիծ, Արարատ Միրզոյանը, արտգործնախարարը հայտարարում է, որ կներկայացնենք հայտ ամեն դեպքում Եվրամիության անդամակցելու համար։ Դուք Եվրոպա գետեք, Եվրոպայում Եվրոպական կանանցից ինչն է հատկապես նրանց հնարավորությունների ձեզ գայթակղում, որ կուզենայիք ունենալ Հայաստանում։
Գիտեք, ես պետք է ասեմ, որ հայ կանայք շատ քաջ են հայ կանայք եւ այդ իմաստով ես կարծում եմ, որ շատ եվրոպացի գործընկերներ կնախանձեին այն քաջությանը, որ ունեն հայ կանայք։ Ես թերևս չեմ կարող առանձնացնել որևէ հատկանիշ, բայց նաև ուզում եմ մեր քաղաքացիներին եւ հատկապես երիտասարդ կանանց, որտեղ գիտեմ իմ լսարանը հիմնականում իրենք են, ասել, որ այն թյուրը են ըմբռնումը, որ այսպես եվրոպացի կանայք, որ մտնում են քաղաքականություն, իրենք ընտանիք չունեն, որովհետեւ կհիշեք այս թեզը, այդ կլիշեն շատ տարածված է, բայց թող նայեն Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով Գերմանիայի պաշտպանության նախարար լինելով ունեցել է 5 երեխա, բոլոր այն կանանց, որոնք կարողացել են համատեղել ընտանիք եւ քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ այդ շատ դեմոնիզացված է այդ եվրոպացի կին քաղաքական գործչի կերպարը, այս իմաստով մենք ունենք փայլուն օրինակներ։ Ես առիթ ունենում եմ շփվել հատկապես ԵԽԽՎ-ում ունենք կանանց ակումբ, քաղաքական գործիչների բոլորը այսպես մշտազբաղ, բայց նաև ընտանիք, այս ուզում եմ կոտրվի, որովհետև ես ճիշտ ասած մի քանի մարզ եմ գնացել հենց հատուկ երիտասարդների հանդիպումների, որովհետև ինձ վախեցրել էին IRIN հարցումները, որ մեր երիտասարդները կարծում են, որ մեր ընտանեկան արժեքներին բան կլինի, եթե մենք Եվրամիության անդամակցենք։ Այս ամենատարածված մանիպուլյացիան է Եվրամիության մասին, եւ ես կարծում եմ, որ պետք է կոտրենք այս սուտ մտավախությունը ազգային ինքնության, կորստի մասով ընտանեկան արժեքների։ Իմ համակուրսեցի եվրոպացիները ունեն ամուսնացել են, ունեն շատ երեխաներ, ակտիվ զբաղվում են իրենց աշխատանքով, թերևս նաև այն հնարավորությունների շնորհիվ, որ իրենց տրամադրում է պետությունը, երևի գիտեք, Ֆրանսիայում ընդհանուր 8 շաբաթական երեխային կարելի է տանել քրեշ, այդ մսվի մանկապարտեզ, որտեղ նա կրկին կարողանում է այսպես մնալ, ինչ որ մի ժամ մայրը կվերադառնա աշխատանք ու խզումը տեղի չի ունենում։ Եվրոպայում նաև շատ հարգված են ոչ միայն կանայք, ընդհանրապես աշխատանքային իրավունքները բոլոր համակարգերում, ու մեր կանայք էլ քիչ չեն երազում ունենալ այն հնարավորությունները, ինչ որ ունեն եվրոպացի կանայք։ Ես օրենսդրական փոփոխություններով հանդես եկել եմ այս իմաստով, մինչև մի տարի երաշխավորված ուրեմն մայրության արձակուրդի համար աշխատանքի պահպանում, հենց Ծովինար Վարդանյանը եւ Կարծեմ Ծովինար Վարդանյանի հետ եմ մենակ արել, Զարուհի Բաթոյանը ջանը քորթամ չրտ սովորաբար երեքով ենք այդ փոփոխություններ անում եւ մենք ներմուծել ենք նաեւ հայրության արձակուրդ, թվում է թե վճարովի հայրության արձակուրդ, թվում է թե ինչ որ ֆիկտիվ բան է։ Հայրերը կգնան։ Դե ես շատ պաշտոնյաներ նույնիսկ գիտեմ։ Չէ, գիտեք, ես հատկապես դստերս մանկապարտեզին երբ որ ծնողական ժողովներ ենք լինում, մի քանի հայր հենց շնորհակալություն են հայտնել, որ կարողացել են վայելել, բայց սա ոչ միայն այդ 5 օրվա մասին է, որը ես պատրաստում եմ online այս սիմվոլիկ քայլ է ցույց տնելու մեր օրերի հայերերի ներգրավվածությունը իրենց երեխաների դաստիարակման զարգացման փուլում։ Ես պետք է ասեմ, որ իմ ամուսինը շատ ներգրավված հայր է եւ իմ դստրերը նաեւ շատ լավ օրինակ ունեն իդեմս իրեն, ինչպես են ծնողները կարողանում միասին համատեղ ջանքերով մեծացնել երեխաներ։ Հասցնում եք խոհանոցում լինել, ճաշ եփել, հարթուկ անել։ Ես իհարկե օգնություն ունեմ դայակի տեսքով այս պահին, ով նաև երբեմն երեխաների սնունդի մասով է օգնում, բայց ես սիրում եմ լինել, ունեմ իմ սիրելի առողջ սնունդի ինչ որ բաղադրատոմսեր, որ սիրում եմ պատրաստել, արդյոք էլ հասցնում եմ, բայց եթե չեմ էլ հասցնում, շատ ծանր չեմ տանում։ Ճմրթված հագնում եք։ Չէ, դիմում եմ քիմակրման։ Դա թանկ հաճույք է։ Դե գիտեք, պետք է ընտրես ինչպես ժամանակը պլանավորել, եթե կարելի է 1 ժամ ավելի անցկացնել երեխաների հետ, ապա ես կնախընտրեմ իրենց հետ մի ժամ անցկացնել, դրա դիմաց վճարելով թեկուզ քին մաքրման համար։ Շատ լավ, իսկ ընտրություններից հետո ինչպես որ դուք եք վստահավոր մրցակիցներ չունեք եւ անպայման մեծամասնություն եք լինելու, նորից կցանկանաք падգամավոր լինել, թե այլ գործադիրում ընդգրկվել։ Ես պատրաստ եմ իմ ներուժի մակարդակով ծառայել իմ քաղաքական թիմին, այնտեղ որտեղ իրենց կպատկերացնեն, ես ինձ պատկերացնում թե օրենսդիրում, թե գործադիրում եւ պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել հետագայում։ Եվս մեկ հարց, թերևս վերջին հարցը, տեսեք, նախկին իշխանություններին միշտ մենք դուք երբ որ դիմադիր եք եղել, մեղադրում էին, որ իրենք պաշտոնյաներ են, իրենց կնոջը եւ ամուսիններին կարողանում են գործ գտնել պետական համակարգում, որևէ պաշտոն գտնել եւ դա իսկապես այդպես է եղել գրեթե միշտ տվյալ դեպքում դուք падգամավոր եք ձեր ամուսինը ղեկավարում է նաեւ ինչ որ մի ոլորտ դա նույնպես իշխանական այսպես ասած հաճույքներից մեկն է
Չէ, կինոյի հիմնադրամում կարող եք բացել, սա շատ բաց թափանցիկ տեղեկատվություն է, ես կարծում եմ շատ քիչ մարդիկ կհամաձայնեին այդ ցածր աշխատավարձով աշխատել, անկեղծ պիտի ասեմ, որովհետև ավելի քիչ է։ Դե համեմատելու չէ, բայց ակնհայտ է, որ նորաստեղծ հիմնադրամը դեռևս այն եկամուտները չունի, որ կարող է այսպես ինչպես մարդիկ շատ հաճախ պատկերացնում են, բայց սա էլ մի կողմ դնենք վարձատրությունը, ես կարծում եմ բոլոր այն մարդիկ, ովքեր ճանաչում են Դավիթ Բանուչյանին եւ գիտեն իր ներգրավվածությունը կինոյի ոլորտի զարգացման, իր փորձառությունը, իր տարիների աշխատանքը, թերևս դժվար թե կասկածեն իր մասնագիտական հմտությունների մասով։ Իսկ այն խնդիրը, որ կին ավելի մի քանի անգամ ստիրոթին ավելի շատ Չէ, մի քանի անգամի մասին չի խոսքը։ Ինչ որ հոգեբանական խզում կամ խնդիր չի առաջացնում։ Բացարձակ մենք ունենք ընտանեկան բյուջե եւ մենք այսպես իմուքոնը չենք անում, մենք ընտանիք ենք։ Ընտանիք ենք, որը կարողանում է ճիշտ պլանավորել իր ֆինանսները, դա էլ է գրագիտության հարց։ Երեք հրապարակում եղավ, որ падգամավորներից յուրաքանչյուրի հաշվին 3 միլիոն դրամ գումար են նստել, այդպես է եղել, եւ դա ինչ է։ Դե գիտեք, ազգային ժողովի կայքում նախագահի կարգադրությունները հրամանները կան, դա որևէ գաղտնիք չի, ազգային ժողովի բոլոր պատգամավորները պարգևատրվել են ամանորյա այդպես էր հրամանը եւ նաեւ 13-րդ աշխատավարձը, բայց սա միայն պատգամավորներին չի վերաբերում, ամբողջ աշխատակազմը մեր խորհրդանում դեռ միշտ աշխատակազմը ավելի հաճախ է պարգևատրվում, քան պատգամավորները, մի տարի մի քանի անգամ, մեր օգնականները նույնպես։ Սա վերաբերել է եղել խորհրդանի արդեն պատգամավորներին։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոննա Ղազարյանը։